Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումները տրոլեյբուսներում կազմել են 169,594, մետրոպոլիտենում 540,343, ավտոբուսներում 2,478,240, ընդամենը 3,188,177, նվազում ունենք 3,8%-ի չափով կամ 120,880-ով։ Չնայած այս փոքր նվազման ցուցանիշին, ինչը կարծում ենք պայմանավորված է սեզոնային գործոնով, եկող շաբաթվա ընթացքում կներկայացնեմ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատական, որտեղ կերևա, որ ընդհանուր բարձր ֆոնը պահպանվում է։ Շատ լավ, նախ եւ առաջ ուզում եմ անդրադառնալ մի քանի կարևոր հարցերին եւ առաջին հերթին մեր կապիտալ շինարարական աշխատանքներին, մասնավորապես տարբեր հատվածներում հիմնարար աշխատանքներին, որ արվում է բարեկարգման վարչության կողմից, մեր այլ վարչությունների կողմից, օրինակ Ավետ Ավետիսյան փողոցում արված աշխատանքները, որոնք որ իրապես ֆունդամենտալ էին, տասնամյակներով այդ ծավալի աշխատանք խորքային, տակի բոլոր ենթակառուցվածքների փոփոխությունով տեղի չէր ունեցել։ Բայց այնուամենայնիվ այդ ծավալի աշխատանքից հետո մենք այնուամենայնիվ արձանագրում ենք, որ ասֆալտի հարթությունը, ասֆալտի որակը, տեղ-տեղ այն հատվածներում, որտեղ որ կա դիտահորեր, այդտեղ ունենք խնդիրներ։ Ես գիտեմ, պարոն Թևոսյան, որ դուք աշխատանքը դեռևս չեք ընդունել, բայց սա շատ կարևոր խոսակցություն է եւ շատ կարևոր արձանագրում է։ Երբ որ մեր կապալառուները այդ աշխատանքը անում են, իրանք պետք է հասկանան, որ այդ ծավալի աշխատանքից հետո ասֆալտապատումը պետք է լինի իդեալական։ Այսինքն, այստեղ այնց պարտադիր չի, էլի մենք մի քանի անգամ ասենք Ժողովուրդ ջան, ինչ որ բան շտկեք, որովհետև ի սկզբանե մեր պահանջը այդ ծավալի աշխատանք անելուց այնա որ վերջում այն վերջին կետերը որ պետքա դրվեն, դա իդեալական հարթության եւ որակի ասֆալտն է։ Եվ սրանից հետո պարբերաբար երևի մենք չենք ընդունել դեռևս շտկումների ժամանակ ունեն, բայց այնուամենայնիվ ի սկզբանե այս հատվածը բոլորին պետքա գրագետ կոմունիկացնենք։ Նույնը վերաբերվում է մեր բոլոր մնացած աշխատանքներին։ Տեսեք, Կիևյան կամուրջում ահռելի ծավալի գործ է արվում, ոնց որ թե լավ էլ մասնագետներ կան հենց կամուրջի մասով, հանկարծ եթե ասֆալտի մասով վերջում հարց ունեցանք, էլի գումար չենք տալու։ Այսինքն սա շատ կարևոր վերջին, բայց ամենակարևոր դետալն է։ Այդ կարգի խորքային աշխատանքից հետո պետք է լինի իդեալական ասֆալտապատման աշխատանք։ Սա այդպես։ Երկրորդ հարցը, որ կուզենայի անդրադառնանք, դա մեր երթևեկության նոր կենտրոնի արված վերլուծություններն են, որոնք որ արդեն իսկ որոշակի մեծ տվյալներ են տալիս, եւ ես կարծում եմ այդ տվյալների հիման վրա մենք հնարավորություն կունենանք կառուցել մեր հետագա անելիքները եւ մեր հավաքագրած տվյալները մոտավորապես 75 միլիոն ուղևորություն է վերլուծվել 2025 թվականի հունվարից դեկտեմբեր ամիսներին եւ Երևանում այդ ժամանակ միջինացված արագությունը 25 կմ/ժ էր եւ ընդհանուր առմամբ այս միտումը դեպի ներքև է գնում, այսինքն ավտոմեքենաները, մարդատար ավտոմեքենաների մասին է խոսքը, միջինում երթևեկել են 25 կմ/ժ եւ միտումը գնում է դեպի ներքև 23.5 կմ/ժ է դառնում, ոնց հասկանում եմ, եւ պիկ ժամերին արագությունը կարող իջնի մինչեւ նույնիսկ 10 կմ/ժ միջինացված քաղաքում, ֆիքսենք, որ մարդու սովորական քայլքի արագությունը 5 կմ/ժ է։ Եվ այստեղ նաև ամենակարևոր արձանագրումը, կարծում եմ, վերաբերում է կարճ ուղևորություններին մարդատար ավտոմեքենաներով, այսինքն մինչև 2 կիլոմետր ուղևորություններին, որոնք որ
բազմաթիվ են քաղաքում եւ իրականում տենց մոտավորապես 15%-ն է ընդհանուրի, մինչև 2 կիլոմետր ուղևորություն, իսկ այդ մինչև 2 կիլոմետրների մի հատ մեծ մաս էլ հենց ընկնում է կենտրոնի վրա եւ կենտրոնում մոտավորապես 35%-ը մինչև 2 կիլոմետր ուղևորությունների կենտրոնից սկսում կենտրոնով ավարտվում է։ Սա կարծում եմ արդեն որոշակի վերլուծական կարևոր նյութեր են, պարոն Գրիգորյան, որոնք որ մեզ հիմք են տալու արդեն պլանավորել մեր հետագա գործողությունները եւ իհարկե սրանք դուք կշարունակեք աշխատել եւ արդեն այս վերլուծությունները վերջնականացնելով կսկսեք նաեւ մեր ՆԳՆ գործընկերների հետ վերջնական լուծումներ մեզ առաջարկել, բայց սրանից զատ ավտոբուսային առանձնացված հիմնական գծերը առաջնահերթություն են։